Մենք ուսումնասիրում ենք 10 պատվիրանները։ Այսօր վերջին պատվիրանը պիտի ուսումնասիրենք իրար հետ։ Կարող ենք կրկնել բոլոր պատվիրանները։ Առաջին պատվիրանը ինչ էր ասում։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Երկրորդը քեզ համար գործ չինես։ Երրորդը քո Տեր Աստծո անունը պարապ տեղը բերանը չվերցնես։ Չորրորդը շաբաթը հանգստի օրը ուշադիր եղիր որ պահես ու այդ օրը գործ չանես։ Հինգերորդը պատվիր հորդ ու մորդ եւ այլն։ 6-րդը մի սպանիր, 7-ը մի շնացիր, 8-ը մի գողացիր, 9-ը սուտ վկայություն մի արա եւ 10-ը մի ցանկացիր շատ բաների, որոնք ունի քո դրացին, քո հարևանը։ Դրացին գիտեք, չէ՞, հարևանն է։ Հալելույա։ Այսօր պիտի խոսենք վերջի պատվիրանի մասին։ Ես կարդամ այդ պատվիրանը։ Ուրեմն գրված է Ելից 20-րդ գլխի 17-րդ խոսքում եւ երկրորդ օրինաց 5-րդ գլխի 21-րդ խոսքում։ Եվ քո դրացիդ կնոջը մի ցանկար, քո դրացիդ տանը կամ նրա արտին, կամ նրա ծառային, կամ նրա աղախնին, կամ նրա եզին, կամ նրա իշուն, քո դրացիդ ամենևին մեկ բանին մի ցանկար։ Ահա այսպիսին է պատվիրանը։ Ասում է քո հարևանիդ ոչ մի բանին մի ցանկացիր։ Կարճ ասած այսպես կլինի։ Ոչ կնոջը, ոչ ծառաներին, ոչ ունեցվածքին, ոչ մի բանի մի ցանկացիր։ Ինքը որպես վերջին պատվիրան ամփոփում է կարծես թե մնացած 9 պատվիրանները։ Առաջինից սկսած մինչև վերջինը, մանավանդ այն պատվիրանները, որոնք խոսում են մարդ-մարդ հարաբերության մասին։ Օրինակ, եթե ասում է քո դրացիդ կնոջը մի ցանկացիր, որ պատվիրանն է շատ նման։ Մի շնացիր ինչքան նման է, մենք դրա մասին արդեն խոսել ենք, չէ՞։ Այն որ ասում է քո դրացիդ եզին, էշին, ինչ որ մի բանին մի ցանկացիր, որին է շատ նման։ Մի գողացրին։ Այո, կարծես թե բոլոր 10 պատվիրանների ամփոփումը լինի։ Եվ գիտեք ինչն է սրա մեջ շատ յուրահատուկ։ Ինչպես նոր կտակարանում կարող եք կարդալ Սուրբ Հոգու 9 պտուղների մասին։ Գիտեք չէ՞ պտուղների մասին։ 9 պտուղների մասին կարող եք կարդալ Գաղատացիների թղթում։ Ինչպես դրանցից վերջինը ժուժկալությունը ամփոփում է ամբողջը իր մեջ, որ եթե չլինի ժուժկալությունը, մնացած բոլոր պտուղները չեն գործի։ Ժուժկալությունը միակ պտուղն է, որ ասում է մի արա, մնացած բոլոր պտուղները ասում են արա, բայց այդ միակը լինելով մնացած բոլորին կարծես թե լրացնում է իր մեջ, որովհետև եթե մարդը ինքնազսպվածություն չունենա, ինքը մնացած բաները չի կարող անել մարդկանց համար։ Եթե մի քիչ իրեն զսպի, մի քիչ իրեն ճնշի, որ կարողանա ուրիշներին օգտակար լինել։ Նույն պատվիրանը սա է, ասում է մի ցանկացիր։ Սա կարծես թե շատ ուժեղ խոսում է նախանձի դեմ։ Ասում է մի ցանկացիր, սա չի խոսում արտաքին բաների մասին, օրինակ գողությունը խոսում է արտաքինի մասին, չէ՞, ասում է մի գողացիր։ Մարդը գիտի, որ ձեռքը չմեկնես, չվերցրեց, ուրեմն չի գողանում։ Բայց սա չի ասում մի գողացիր, ասում մի ցանկացիր։ Այսինքն քո սրտում պիտի այս հարցը լուծել։ Այն մարդիկ, որ շատ են հենվում 5 կտակարանի վրա, այդպիսի գաղափարներ ուսմունքներ շատ կան։ Ես հավատում եմ, որ նոր կտակարանն առաջնայինը գալի է նոր կտակարանով փրկություն ձեռք բերել, կյանք ու ամեն ինչ։ 5 կտակարանով ուղղակի մենք ճանաչում ենք Աստծո շատ գործերով ու գալիս է լրացնելու կարծես թե նորին։ Նրանք ովքեր շատ են հենվում 5 կտակարանի վրա, թող այս պատվիրանը իսկապես իրենց կյանքում ունենան։ Որովհետև խոսում է սրտի մասին, ասում է մի ցանկացիր։ Այն որ դու արտաքնապես ինչ որ գործողություններ դեռ չես կատարի, սա դեռ չի նշանակում, որ դու մաքուր ես։ Երբ որ ես մի պատվիրանը կպահես, նոր ասա մաքուր եմ։ Երբ որ չես ցանկանա ոչ մի բանին, չես նախանձի ոչ մի բանին, նոր կտեսնես դրա արդյունքը քո կյանքում։ Հալելույա, ինքը լրիվ կարծես թե նոր կտակարանային պատվիրան լինի։ Բայց մենք պիտի խոսենք թե մի ցանկացիր տեսանկյունից, թե ցանկացիր տեսանկյունից։ Որովհետև ճիշտն էլ կա, որ պետք է ցանկանալ։ Սրա մեջ ամփոփված է նաև այսպիսի գաղափար, որ եթե մի ցանկացիր ուրիշի ոչ մի ունեցվածքին, ուրեմն քո ունեցվածքով բավարարվիր։ Ուրեմն ինչքան որ ունես, ինչքան որ կա հիմա քո մոտ, քո կյանքում, այդքանով եղիր բավարարված։ Գիտեք, միշտ չբավարարված աչքն է նայում ուրիշի ունեցվածքին։ Դրա մասին մենք մանրամասն մի քիչ հետո խոսենք։ Սա նաև խոսում է մարմնի ցանկություններից ազատ լինելու մասին, որովհետև այն ինչը որ պիտի ցանկանա մարդը այս թվարկված բաներից, դա բոլորը մարմնին են վերաբերվում, ոչ իման հոգուն չի վերաբերվում։ Ասում է քո դրացիդ կնոջը, տանը, արտին, ծառային, աղախնին, եզին, էշին, ոչ մի հոգևոր բան չկա։ Ասում է բոլոր այդ բաներին մի ցանկացիր, այսինքն վերաբերում է նյութականին, մարմնավորին։ Մարդը պիտի ազատ լինի իսկապես այդ մարմնի ցանկացած բաները դրսևորելուց կամ իր ներսում ունենալուց մարմնի ցանկությունները։ Ահա այսպիսի մի պատվիրան է։ Սա կարծես թե ճիշտ դիրքի մասին է խոսում, սրտի դիրքի մասին, արդեն արտաքին չի։ Այսպիսի մի պատվիրան պիտի ուսումնասիրենք այսօր։ Ինքը ամբողջացնում, լրացնում է ամեն ինչ, ամփոփում է իր մեջ մնացած ինը, եւ ամբողջական է։
Դրա համար բոլորովին սխալ չի լինի, երբ որ այսօր քրիստոնյաները իսկապես իրենց կյանքին նայեն այս պատվիրանի միջոցով ու չասեն սա 5 կտակարանային է։ Որովհետև Հիսուս ասաց, որ սրտից են բխում գողություն, շնություն, այնտեղ մնացած մարդասպանություն, ինչ որ խոսել ենք, բոլորի համար այդ խոսքը բերել եմ, որ Հիսուսը ասաց սրտից են բխում։ Դրա համար այս պատվիրանը իսկապես մի բան է, որ նոր կտակարանային ժամանակաշրջանում կարելի է ամբողջապես օգտագործել։ Եկեք շարունակենք ուսումնասիրել սա։ Ուրեմն ցանկություն բառը, երբ որ ուսումնասիրում էի բառարանով հունարենից թարգմանելու համար, գիտեք ինչի հայտնաբերեցի։ Երկու հիմնական բառ կա, որ բացատրում են հունարենում նոր կտակարանում գրված ցանկություն բառը, դա կիրք եւ ծառավ բառերն են։ Միայն ցանկություն չէ, սա կարծես կիրք է ներսում մարդու։ Եվ ծառավ բառն է շատ բնութագրող, որ մարդը ծառավ է կարծես թե ունեցվածքի, ինչ որ մի մարմնավոր, ինչ որ մի բանի։ Այդ ծառավն է ստիպում, այդ ներքին կիրքն է ստիպում, որ մարդը կարողանա նայի իր կողքերը ու նման մեղքի մեջ ընկնի։ Դրա համար շատ ճիշտ է, որ մարդը կարողանա իր ներսում ճանաչել սխալ կիրքերը ու դրանցից ազատ լինել, որպեսզի պահի բոլոր 10 պատվիրանները, ոչ միայն 10-րդը։ Երկրորդ Պետրոս 3-րդ գլխի 3-րդ խոսքում գրված է մի խոսք, որը ցույց է տալիս, որ այս պատվիրանի խախտումը ավելի շատ հատուկ է վերջի ժամանակաշրջանին։ Ես ուզում եմ այդ խոսքը ձեզ կարդալ։ Պետրոս առաքելի 2-րդ նամակի 3-րդ գլխի 3-րդ խոսքում։ Բայց առաջ այս իմացեք, որ վերջին օրերը ծաղր անողներ պիտի գան, որոնք իրենց ցանկություններին համեմատ պիտի քայլեն։ Դուք հանդիպել եք ծաղրողների, որոնք ծաղրում են հատկապես հավատքը։ Ես հանդիպել եմ։ Ու ամեն անգամ, երբ որ այդպիսի մարդիկ են հանդիպում, այս խոսքը գալիս է իմ առաջ։ Վերջի ժամանակներում ծաղրողներ պիտի գան, որոնք իրենց ցանկությունների համեմատ պիտի քայլեն։ Մի օր իշտեղ Պասարակել ասում է, որ չլինի մեր ցանկությունների համեմատ ապրենք։ Շատ կարևոր մի արտահայտություն է։ Ու սրանից կարելի է ճանաչել, որ մենք գտնվում ենք վերջի ժամանակներում, որովհետև այսօր հավատքը ծաղրողները իսկապես շատանում են։ Երբ որ մարդկանց հետ խոսում եք, տեսնում եք ինչքան են շատացել նրանք, ովքեր ծաղրում են հավատքը։ Դա միշտ էլ եղել է, բայց վերջի ժամանակաշրջանում ավելի ու ավելի է շատանում։ Եվ սա ցույց է տալիս, որ նման վիճակը, նման դեպքերը կարծես հատուկ են աշխարհի վերջին։ Տեսեք, բայց առաջ այս իմացեք, որ վերջին օրերում հատուկ գրված է վերջին օրերում ծաղր անողներ պիտի գան, որոնք իրենց ցանկությունների համեմատ պիտի քայլեն։ Այսինքն, երբ որ մարդը ձգտում է իր ցանկությունների համեմատ քայլել, դա հատուկ է արդեն վերջին ժամանակաշրջանի մեղքերին։ Մարդը պիտի ձգտի, գիտեք ինչպես ապրել, ոչ թե իր ցանկությունների համեմատ, այլ Աստծո ցանկությունների համեմատ։ Եվ սա կապ չունի, թե դու ինչ ես զգում քո ներսում, ինչ ես ապրում քո ներսում։ Քո գիտակցությունը ասում է, որ դու պետք է Աստծո ցանկությունների համեմատ ապրես։ Ուրեմն ջնջում ես ամեն ինչ, ինչ դու զգում ես, ինչը կարող է քեզ ներքուստ ստիպի սխալ քայլեր կատարել։ Դու ուղիղ կատարում ես այն, ինչ որ Աստված է ուզում, ու վերջ։ Ու սրանով չմտածես, որ հանկարծ սխալ ես գործում, որովհետև իսկապես այդպես է։ Գիտեք ինչու։ Մարդու մոտ այս ցանկության գիրքը հաճախ շատ ուժեղ է լինում։ Նայեք մի խոսք եմ ուզում կարդալ Առակաց գրքից։ Դժոխքը ու կորուստը չեն կշտանում։ Մարդու աչքերն էլ չեն կշտանում։ Առակաց 27-րդ գլխի 20-րդ խոսքը։ Ինչքան դիպուկ արտահայտություն է։ Դժոխքը ու կորուստը չեն կշտանում։ Մարդու աչքերն էլ չեն կշտանում։ Մի ուրիշ առիթով Եսայի մարգարեն գրում ասում է, որ դժոխքը ինքը իրեն լայնացնում էր։ Այսինքն այնքան շատ մարդ կար դժոխ գնացող, որ այդ դժոխքը լայնանում էր, որ կարողանար պարունակել մարդկանց, տեղավորել մարդկանց։ Այսինքն դժոխքը իսկապես չկշտացող մի բան է։ Կորուստ գնալը իսկապես չկշտացող է։ Հանդիպել եք նույն Առակաց գրքում գրված է կրակը չի ասում բավարարա։ Ինքը ուտելով, վառելով կարծես թե գնում է։ Այս գիրքը, այս կրակը մարդու ներսում նույն աշխատանքն է կատարում։ Ինքը երբեք քեզ չի ասելու հերիկը։ Տեսեք հարուստների, որոնք անդադ ձգտում են ավելի ունենալ։ Ու այս մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է իրենց կյանքում կատարվում, ինչն է իրենց տանում։ Այդքան հարստությունը ում պիտի թողեն իրենցից հետո կամ ինչի համար են հավաքում։ Լավ, հասկանալի է, մարդը ինքը մարմնով սահմանափակ է, ու ինչ որ մի որոշակի բան ունենալուց հետո կարա բավարարվի, բայց սիրտը չի բավարարվում, մեկը։ Գիտեք ինչու, որովհետև բաց է թողնված կարծես թե այդ գիրքը, թույլ է տրված նրան, որ ինքը գործի։ Դրա համար գրված է մարդու աչքերն էլ չեն կշտանում։ Երբ որ նայում է իր շուրջը, ինքը անդադ ցանկանում է։ Տեսնում է հարևանը իրենից լավ մի բան ունեցավ։ Ինքն էլ է ցանկանում, որ ինքն էլ ունենա։ Ու սրա մեջ իսկապես շատ կարծես թե ցայտուն է նախանց հասկացողությունը։ Մարդը կարող է տխրի նրանից, որ հանկարծ ինչ-որ մեկը ավելի ունենա, քան թե ինքը։ Չբավարարվող ու կարծես թե նախանց սիրտ ունենալու մի հետաքրքիր օրինակ կա 5 տակարանում։ Մի դեպք կա նկարագրված, Իսրայելի թագավորներից մեկը շատ էր ուզում, որ մի այգի ունենար, որտեղ բանջար ցաներ։ Մենք տարկերա չէ, հիմա որ մենք մտածում ենք,
մեր այսօրվա պատկերացումով ծիծաղելի է թվում։ Թագավորը ուզում էր մի հատ արդ ունենալ, որ մի քիչ խոտեղեն ցաներ մեջը։ Ու այդ գնաց, մեկին խնդրեց, ասաց ինչ կլինի։ Քո արտը իմ տանը մի քիչ մոտիկ է։ Վաճառի գնեմ այդ արտը։ Smart ասաց չէ, իմ հորը ժառանգությունն է։ Գիտեք, որ Իսրայելում ցեղերը ունեին իրեն ժառանգությունները, կողմերը, ընտանիքները ունեին իրեն ժառանգությունները։ Ու դրանք չէին փոխում մեկից մյուսին։ Պիտի անդադ մնար այդ ժառանգությունը ընտանիքին։ Ասաց չէ, ոնց կլինի, դա իմ ժառանգությունն է։ Այս թագավորը գնաց տուն, տխուր, դրտում, շուրեկավ պատիկով, այդպես պարկեց ու տխրեց։ Ու հետո դեպքերը չեմ ուզում պատմել ինչ եղավ, միահավոր բան տեղի ունեցավ։ Բայց հետաքրքիր է, չէ՞, որ թագավորի սիրտը, մտածում ես թագավոր ես, բայց ուզում եմ մի կտորողակտոր, որտեղ բանջարեղեն ցանը։ Հանկարծ իրեն չտվեցին։ Թագավոր լինելով կարա աչքը լինի հարևանի արտի վրա։ Այս պատվիրանը բաց էր թողել թագավորը։ Աքաբ թագավորի մասին է խոսքը։ Ինքը գիտեր արդեն, օրենքը գրված էր, այս պատվիրանը տրված էր, որ մի ցանկացիր քո հարևանի արտին։ Պիտի կարդար ինքը ու պահպաներ իր սրտի մեջ։ Ու թագավորի համար նույնիսկ ծիծաղելի է, որ ասում ես թագավորը արդ էր ուզում։ Նույնիսկ ծիծաղելի է թվում սա։ Էլ ինչն էր պակաս իր համար, որ մի բան էլ պիտի ավել լիներ, մի արդ պիտի ավել լիներ։ Իրականում այս ցանկությունները, այս գիրքը, ձգտումը կարծես թե այդ ծառավը, որ տանմա մարմնավոր բաների ծառավի, նյութականի ծառավի, դա շատ վտանգավոր բան է քրիստոնյայի կյանքում։ Գիտեք ինքը ինչ անում, ինքը մարմնավոր լինելով, երբ որ ուժեղանում է, ինքը սպանում է հոգևորը մարդու մեջ։ Կարդացել եք այդպիսի խոսք Գաղատացիների 5-րդ գլխում 17-րդ խոսքը պիտի կարդամ։ Գրված է այսպես. որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ, եւ սրանք իրար հակառակ են։ Վերջացնում է Պողոս առաքյալը այս նախադասությունը հետարքիր արտահայտությունով ասում է. չլինի թե ինչ որ ուզում եք, այն անեք։ Այսինքն, երբ որ հոգին ցանկանում է մարմնին հակառակ, մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, մենք պիտի գիտակցենք, որ պայքար է գնում, պատերազմ է գնում, ու այդ պատերազմի մեջ հաղթողը կլինի նա, որ կողմը որ մենք կորոշենք, որ պիտի հաղթի։ Եթե ես որոշեմ, որ մարմնավորը ընտրեմ, բնականաբար մարմինը կհաղթի։ Եթե ես ընտրեմ հոգունը, ասեմ չէ, ես մերժում եմ այդ մարմնավորը, ես ընտրում եմ հոգևորը, հոգևորը պիտի հաղթի։ Դժվարությունը հենց սրանում է, որ քրիստոնյաները հաճախ ավելին են տեսնում իրենց կյանքում իրենց ցանկությունները, քան թե իրական Աստծո խոսքը։ Եթե Աստծո խոսքն ասում է, որ դա հոգու դեմ է պատերազմ, պետք է իսկապես զգուշանալ, որովհետև անընդհատ մարմնավորի կողմը կանգնելով մենք կարող ենք ուղղակի սպանենք մեր մեջ հոգևորը։ Գիտեք, որ մարդը մարմին ու հոգի է, երկու էություն։ Մարմինը ունի իր 5 զգայարանները, իր որոշակի հատկությունները, հոգին էլ ունի իր զգայարաններն ու հատկությունները։ Ովքեր են ճանաչում հոգու զգայարանները։ Գիտեք, որ մեր մեջ դրանք մեռած են եղել։ Դրանք չեն էլ գործել մեր մեջ։ Եթե ինչ որտեղ գործել են, սխալ են գործել։ Բայց երբ որ հավատքի են գալիս ու աճում ենք Աստծո հետ ապրելու մեջ, այդ զգայարանները սկսում են աշխատել։ Իրենք սկսում են զարգանալ։ Գուցե դրանց դրսևորումներն են այս սուրբակու պարգևները, որոնք արտահայտում են մեր մեջ։ Ոչ միայն Կորինթացիների մնացած պարգևներն են։ Գիտեք ինչու, որովհետև ժամանակի ընթացքում մենք միշտ կատարել ենք այն ինչը որ մենք մտածել ենք ճիշտ է, այն ինչը որ ցանկացել է մեր մարմինը, այսինքն ինչը որ լավ է եղել մեր մարմնի համար։ Բայց հիմա գիտակցելով, երբ որ կանգնում ենք երկուսի մեջտեղում, հոգու ու մարմնի, մեր ընտրությունից կախված է հաղթանակը։ Դրա համար շատ ժամանակ որ հանկարծ ասում են ֆանատիկորեն նվիրվել, ես դա չեմ հասկանում։ Աստծուն իսկապես ֆանատիկորեն են նվիրվում։ Ոչ թե ասում աչքի հետ փակի ու նվիրվի։ Նվիրվածությունը ճիշտ Աստծո գալիս է նրանից, որ մարդը գիտակցում ու կատարում է։ Հաշվի չառնելով թե ինքը ինչ է զգում, որովհետև ամենաշատը կյանքում հավատքի ձեզ խաբելու են ձեր զգացմունքները։ Այն ինչ որ դուք զգում եք, այսա է խաբելու ամենաշատը։ Երբ որ դուք կնայեք հիվանդին ու կփորձեք աղոթել նրա համար, առաջինը որ ձեզ դեմ պիտի խոսի, դա ձեր տեսածն ու զգացածը պիտի լինի։ Այն որ այս հիվանդը կնկարագրի թե ինչքան մեծ հիվանդություն ունի, սա կխանգարի որ դուք հավատքով աղոթեք։ Այն որ դուք կտեսնեք թե ինչպիսի ահավոր հիվանդություն է, ձեր աչքը ինչ որ մի բան կտեսնի, այսա կխանգարի որ դուք հավատքով աղոթեք։ Պետք է կարողանալ այնքան ուժեղացնել հավատքը, որ սրանց ծածկի ուղղակի։ Թույլ չտա որ դրանք գործեն։ Հալելույա Հիսուսին։ Դրա համար հավատքը ու մարմնավորը իրար խիստ հակառակ են կանգնում։ Որն ես ընտրում հավատքով ապրելը, թե մարմնով ապրելը։ Որը ընտրեցիր նա էլ ուժեղանալու է քո կյանքում։ Երբեք չմտածես, որ դու արդեն քրիստոնյա ես, ու այս տեսակ ցանկությունները քեզ ենթակա չեն, քամը չեն լինելու։ Հիշում եք առաքյալները, երբ որ քարոզելով իրենց միսիոներական ճանապարհության մեջ էին, քարոզելով գնում էին, միտեղ իրենք հրաշք գործեցին։ Այս մարդիկ հեթանոս էին, իրենք չէին ճանաչում։ Ասացին, որ հեթանոս աստվածները մարդկանց նմանությունով երկիր են իջել։ Այդ դեպքը հիշում եք Գործք առաքելոց 14-րդ գլխում է գրված։
ու բերեցին, որ առաքյալների առաջ զոհաբերություն անեն։ Առաքյալներն ինչ արեցին, հիշում եք, գրվածը պատռեցին իրենց շորերը, դուրս եկան նրանց առաջ, ասացին նայեք, մենք ձեզ պես կիրքերի ենթակա մարդիկ ենք։ Ոչ մի բան ձեզանից չենք տարբերվում ֆիզիկապես։ Ուղղակի մենք հավատք ունենք, դուք չունեք, սա էր ընդհանրը։ Մենք ճանաչում ենք ճիշտ Աստծուն, դուք ճանաչում եք սխալ աստվածների։ Այս սա էր տարբերությունը։ Սրա մասին էր խոսքը գնում։ Բայց իրենք ցույց տվեցին իրենց, ասացին մենք չենք տարբերվում ձեզանից։ Պետրոսը մի քիչ ուրիշ ձևով է գրում նույն բանը։ Ասում է օտարների ու պանդուխտների պես հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, որոնք պատերազմում են հոգու դեմ։ Օտարների ու պանդուխտների այս արտահայտությունը մեր համար շատ կարևոր է։ Գիտես, որ այս մարմնի մեջ մենք օտար ու պանդուխտ ենք, հավատում ես, որ դու ժամանակավոր ես այս մարմնի մեջ։ Ինչ-որ ժամանակ հետո այս մարմինը պիտի դեն գցես ու շարունակես ապրել քո գիտակցական կյանքը։ Այն ժամանակ դու պիտի մտածես, հիշես, այն ժամանակ դու պիտի ամեն ինչ գիտակցես, նաև հիշողությունը շատ ավելի ուժեղ պիտի լինի, քան թե հիմա, ոչինչ քեզ չի խանգարելու հիշելուն։ Այն ժամանակ դու ապրումներ կունենաս, զգացմունքներ կունենաս, դու կպահպանես քո ազատ կամքի ընտրությունը, որոշումներ կայացնելը, բայց արդեն բոլորովին ուրիշ աշխարհում կլինես։ Ու գուցե շատ սահմանափակ, ոչ թե գուցե այլ հաստատ, շատ սահմանափակ կլինի քո որոշման սահմանները։ Էլ չես կարող ասել ես ընտրում եմ գնալ երկինք կամ ընտրում եմ գնալ դժոխք։ Դա ընտրությունը կատարվում է մարմնի մեջ, դրանից հետո վերջ արդեն։ Ոչինչ չի փոխվում։ Դուք հավատում եք սրան։ Դու հավատում ես, որ այդ մյուս կյանքը կա։ Սա արդեն մի բան է, որ քեզ պիտի մղի ավելի շատ հոգևորի համար գործել, քան թե մարմնի համար։ Փառք Աստծո, որ տվել է մեզ այս գիրքը, որի միջոցով զգուշացրել է այս բաները։ Այդպես եք ընդունում։ Հալելույա։ Մի պահել կա Կողոսացիների 3-րդ գլխում խոսում է նրա մասին, որ ցանկությունը շատ վտանգավոր մի բան է։ Տեսեք ինչպես է գրված այստեղ 3-րդ գլխի 5-րդ խոսքը։ Ձեր երկրավոր անդամները սպանեցեք։ Իր նկատի չունի ձեր ձեռքերը սպանեք, ոտքերը սպանեք, ֆիզիկական մանուսը նկատի չունի։ Տեսեք ինչ է ասում։ Ձեր երկրավոր անդամները սպանեցեք։ Բորնկությունը, պղծությունը, անսանց կիրքը, չար ցանկությունը, ագահությունը, որ կռապաշտություն է։ Ըստեղից քանիսն էր վերաբերվում այդ 10-րդ պատվիրանին։ Նկատեցիք։ Ձեր երկրավոր անդամները սպանեք, բորնկությունը վերաբերվում է դրան։ Պղծությունը անպայման։ Անսանց կիրքը, հիշում եք ասացի, որ այդ ցանկությունը կիրք բառը ունի իր մեջ կարծես թե։ Չար ցանկությունը, որ հենց կակրած կարծես թե հենց իսկապես դրան է վերաբերվում։ Հենց չար ցանկությունը, էլ ուրիշ ինչի պիտի վերաբերվի։ Ագահությունը, ինչի մասին է ագահությունը։ Այդ նյութականը շատ ունենալու, որ շարունակության մեջ ասում են, որը կռապաշտություն է։ Սա մենք խոսել ենք կռապաշտության բաժնում, երբ որ խոսում ենք երկրորդ պատվիրանը։ Ուրեմն չար ցանկությունը, ագահությունը, որը կռապաշտություն է։ 6-րդ խոսքում ասում է, սրանց համար Աստծո բարկությունը անհնազանդության որդիների վրա է գալիս։ Այսինքն, երբ որ մարդը թույլ է տալիս, որ իր մեջ այս բաները բարձրանան, ինքը դառնում է անհնազանդության։ Այստեղ խոսքը անհավատներին է վերաբերում։ Բայց ցանկացած քրիստոնյա կարող ընկնի այս տեսակ մեղքերի մեջ։ Ինքը դառնա անհնազանդ Աստծուն, որովհետև այս տեսակ մեղքերը անհնազանդություն են Աստծո կամքին։ Մի ուրիշ բաժին եմ ուզում ցույց տալ, թե ինչքանով է վտանգավոր դա։ Ուրեմն Մարկոս 4-րդ գլխում խոսում է Հիսուսը սերմնացանի առակը։ Այսօր մենակ մի հողի մասին պիտի ասեմ։ Այս 3-րդ հողը այն հողն է, որը ամենաշատն է այսօր օգտագործվում քրիստոնյաների մեջ, ամենատարածվածն է կարծես թե։ 4 հողերի մասին Հիսուսը խոսեց, որ սերմնացանը դուրս եկավ սերմ ցանելու։ Ցանելու ժամանակ սերմերի մի մասն ընկավ ժայռոտ տեղեր, մի մասն ընկավ ճանապարհի եզրին, մի մասն ընկավ փշերի մեջ, մի մասն էլ ընկավ լավ հողի մեջ, բարի հողի մեջ, որը բերք տվեց, պտուղ տվեց։ Միակ հողն էր, որը պտուղ տվեց։ Առաջինը, որը ընկել էր ճանապարհի եզրին, ընդհանրապես չծլեց։ Երկրորդ, երրորդ հողերը ծլեցին, բայց պտուղ տալուն չհասան։ Գիտեք ինչու չհասան։ Երկրորդի մասին չեմ խոսելու։ Երրորդի համար տեսեք ինչ արտահայտություն է գրված։ Ես կարդում եմ Մարկոս 4:18 խոսքից։ Եվ փշերի մեջ ցանվածները նրանք են, որ երբ խոսքը լսում են, աշխարհի զբաղմունքները ու հարստության խաբեությունը եւ ուրիշ բաների ցանկությունները մեջ մտնելով խոսքը խեղդում են ու լինում է անպտուղ։ Սերմը, որ գցում եք հողի մեջ, ինքը սկսում է ծլել ու աճել, մեծանալ։ Ինքը հողից որոշակի սնունդ է վերցնում։ Դրա համար մենք ջրում ենք, որովհետև ջուրը հողի սնունդը վերցնում է իր մեջ ու անցնում է սերմի մեջ։ Այդպես ինքը ծլում է, աճում ու պտուղ է տալիս։ Ինչ է տեղի ունենում, երբ որ սերմի շուրջը կան փշեր, մոլախոտեր, մեր բառերով ասենք, այդ մոլախոտերը այդ սնունդը վերցնում են, իրենք աճում են իրար հետ կարծես թե։ Եթե կարդաք հենց առակը, ես կարդացի միայն մեկնաբանությունը, այնտեղ Հիսուսը ասաց փշերը ու սերմը աճում են իրար հետ, ու բարի սերմը իրար հետ են աճում։ Քրիստոնյան կարող է գա հավատքի կյանքում,
Կարող է ինքը աճի հավատքի կյանքում, բայց կարող է իր աճի հետ միասին նաև փշեր աճեն իր մեջ։ Եթե փշեր են աճում, այս քրիստոնյան պատղաբեր չի լինելու։ Ինքը մի օր այդ փշերը խեղդելու են սերմին ու վերջը պտուղ տալուն ինքը չի հասնելու։ Դրա համար շատ քրիստոնյաների կյանքում կտեսնեք 10 տարի, 20 տարի ավել հավատք կարծես թե կա իրենց կյանքում ու իրենք են հավատքի մեջ, բայց պատղաբերությունը կարծես ամենացածր մակարդակի վրա լինի, որ հարցնես 10 տարվա մեջ գոնե 5 հոգի ապաշխարելակը միջոցով կկասկածի այդքանը մտածելու։ Գոնե 5 աշակերտ պահել ես, 5 հոգու խնամք տարել ես աճեցնելու մի որոշակի աստիճանի, որ կարող ես նույնիսկ թողնել ինքնուրույն ապրելու, ինքը կկասկածի դրա մեջ։ Դրա համար այդպիսի քրիստոնյաները մի հատ իրենց կյանքում նայեն, հո փշեր չեն աճում իրենց հետ։ Իրենց սրտում բարի սերմի հետ հո փշեր չեն աճում։ Փշերը դրանք էս աշխարհի ցանկություններն են, տեսեք ինչեր էր գրված աշխարհի զբաղմունքները։ Սա հո ինքը տեղով մեղք չի, երբ որ մարդը զբաղվում է իր աշխարհային զբաղմունքներով, բայց դրանով գերվելը, տարվելը ու անտեսելը հոգևորը այս է դառնում մեղք։ Թե չէ այս աշխարհի զբաղմունքները բնական են բոլոր մարդկանց համար, բոլորն էլ պիտի ունենան։ Հարստության խաբեությունը, օրինակ չի ասում հարստության ձգտումը, ասում հարստության խաբեությունը, որովհետև շատ ժամանակ հարստությունը խաբում է կարծես թե մարդկանց։ Ինքը ցույց է տալիս փայլում է ոսկու տեսքով, այսօր կանաչ գույնով, չգիտեմ ուրիշ գույներ էլ կան, որոնցով այսօր ցույց է տալիս, խաբում է, հրապուրում է, բայց խաբեություն է սա, ինքը քաշում է դեպի իրեն։ Ու շատ ժամանակ մարդը մտածում է թե այն լինի, թե այն լինի։ Ես դեմ չեմ, ոչ էլ Աստված է դեմ, որ թե այն լինի, թե այն լինի։ Բայց եթե Աստված կամենա, լավ, սա միշտ պահեք ձեր սրտում, եթե Աստված կամենա, բայց այն, որ հոգևոր է, սրանում հարց չի կարող լինել։ Սա դու վերցնում ես մշտական, ամուր, անկախ ամեն ինչից։ Այն մյուս բաժինը, նյութական այդ հարստության բաժինը, եթե Աստված կամենա կլինի, եթե քչի մեջ հավատարիմ լինես, շատն էլ կտրվի։ Շատ մարդկանց մոտ այդ աճն էլ է պակասում նյութականի, գիտեք ինչի, որովհետև քչի մեջ հավատարիմ չեն լինում։ Ես նորից եմ կարդում աշխարհի զբաղմունքները, հարստության խաբեությունը եւ ուրիշ բաների ցանկություններ, ինչքան մեծ ու անսահման ընդարձակ այս արտահայտությունը, ուրիշ բաների ցանկությունները մեջ մտնելով խոսքը խեղդում են ու լինում է անպտուղ։ Այս ուրիշ բաների ցանկությունները այնքան բան կարա լինի, ու այդ այնքան բաները կարան այնքան գրավեն մարդուն, որ ինքը ցանկություն չունենա Աստծուն մոտենալու։ Մեկ էլ այն գիրքը, այն ձգտում են ծառավը Աստծո նկատմամբ մեկ էլ տեսնում ես չկա։ Ինչու, որովհետև այսպիսի բաներ, աշխարհի զբաղմունքներ, հարստության խաբեություն եւ ուրիշ բաների ցանկություններ մեջ մտնելով խեղդում են սերմը։ Եթե մի օր կտեսնես, որ քո մեջ պակասել է ձգտումը դեպի Աստված, դեպի նրա խոսքը, ուշադրություն դարձրու ինչն է ավելացել։ Գուցե դրա տեղը, դրա կողքին ուրիշ բաներ են ավելացել, որոնք արդեն խեղդում են այդ ցանկությունը։ Կարիք կա ուրեմն փշերը հանելու, մոլախոտերը հեռացնելու, ջրելու սերմը բարի, որպեսզի նորից կենթանություն ձեռք բերի, նորից աճի։ Սա շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ մենք ժամանակավոր ենք այս կյանքում։ Ու երբեք չլինի, որ հանկարծ բաց թողնենք հավիտենականը, բռնելով ժամանակավորը։ Հովհաննես առաքյալը իր առաջի նամակում, երկրորդ գլխում 16-րդ խոսքում գրում է այսպես. Եթե մեկը աշխարհը սիրում է, նրա ներսում հոր սերը չկա։ Կարող է մի քիչ խիստ հնչում, բայց ճշմարտություն է։ Եթե մեկը աշխարհը սիրում է, նրա ներսում հոր սերը չկա։ Որովհետև ամեն բան, ինչ որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանությունը հորից չէ, հապա այս աշխարհից։ Եվ շարունակությունը, աշխարհն էլ կանցնի, նրա ցանկությունն էլ կանցնի, բայց նա, որ Աստծո կամքն է կատարում, հավիտյան կմնա։ Իսկ աշխարհն էլ կանցնի, նրա ցանկությունն էլ կանցնի։ Մի քիչ առաջ խոսում ենք, որ մենք մարմնի մեջ ժամանակավոր ենք, օտար ու պանդուխտ ենք, այս մարմինն էլ կանցնի, այս մարմնի ցանկությունն էլ կանցնի, բայց նա, որ Աստծո կամքն է կատարում, գրված է հավիտյան կմնա։ Ուզում ես իսկապես հավիտյան մնացող մեկը լինես։ Հալելույա Հիսուսին։ Կարծում եմ շատ կարևոր արտահայտություն է սա։ Նա, որ Աստծո կամքն է կատարում, հավիտյան կմնա։ Իսկ չի բորբոքում, չես ուզում, որ դու հավիտյան մնացող մեկը լինես։ Հալելույա։ Ուզում եմ մի բան լսեմ։ Պետրոսը իր երկրորդ նամակում մի հետաքրքիր շարք է գրում։ Մի քիչ բարդ արտահայտություն է։ Ինքը գրում է, թե Պողոսն է բարդ գրում, բայց ինքն էլ պակաս չի։ Այստեղ մի փոքրիկ հատված կա, մի քիչ բարդ է գրում։ Առաջի գլխի 3-րդ խոսքից սկսած։ Իսկ ինչպես իր աստվածային զորությունը, կյանքի եւ աստվածապաշտության վերաբերյալ ամեն բաները մեզ տվեց նրա գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են տրված մեզ, որպեսզի սրանցով աստվածային բնությանը հաղորդ լինենք, աշխարհի մեջ ցանկությունից առաջ եկած ապականությունից փախչելով։
Ասում եմ մեզ շատ մեծ պատվական խոստումներ են տրված։ Դուք ճանաչում եք այդ խոստումները։ Բացառեք Աստվածաշունչը, մանավանդ Նոր Կտակարանը։ Տեսեք ինչ մեծ խոստումներ են տրված մեզ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են տրված, որպեսզի սրանցով Աստվածային բնությանը հաղորդ լինենք։ Կարծես թե այդ խոստումներին մեզ տրվելու նպատակն է, որ մենք այդ խոստումների միջոցով Աստվածային բնությանը հաղորդ լինենք։ Եվ շարունակությունը աշխարհի մեջ ցանկությունից առաջացած պապականությունից փախչելով։ Նոր Կտակարանում որտեղ կարդացի ցանկություն բառը, բոլորը նույն բառն են գրված ունարնում, ես ստուգել եմ։ Ուրեմն գրված է այսպես. ցանկությունից առաջ եկած ապականությունից փախչելով։ Երբ որ մարդը ինքը իրեն տալիս է ցանկությանը, առաջանում է ապականություն։ Ասում է ցանկությունից առաջացած ցանկությունը ժամանակ առ ժամանակ մեր մեջ կլինի։ Ժամանակ առ ժամանակ իր գլուխը կբարձրացնի, կփորձի մեզ գրավել, բայց երբեք դրան չտրվեք, որովհետև դա կառաջացնի ապականություն, փչացնող ինչ-որ մի բան, ինքը կփչացնի։ Ասում այդ փչացնողից փախնելով Աստվածային բնությանը հաղորդ կլինեք։ Այդ խոստումները մեզ տրված են, որպեսզի մենք Աստվածային բնությանը հաղորդ լինենք, ըստ ցանկությունից առաջացած ապականությունից փախչելով։ Միտքը հասկանում եք։ Թողտերը օրհնի ձեզ։ Ես խոսում եմ ըստ Նոր ու Հին Կտակարանների ինչքան վտանգավոր է մարմնավոր ցանկություններին տրվելը, որ դուք ճանաչեք դա, թե ինչպես է մեղքը դա, ինչ կարող առաջացնի մեր կյանքում։ Բայց ուզում եմ հակառակը խոսեմ, որովհետև Նոր Կտակարանը շատ ավելին ունի մեզ ասելու։ Նոր Կտակարանային հոգեբանությունը ոչ միայն ասում է դատարկվիր այդ ցանկությունից ու կիրքից, այլ ինքը նոր տեսակ ցանկություններ ու կրքեր է տալիս մեզ, որոնք իրականում պիտի ուժեղ լինեն քրիստոնյաների մեջ։ Դրանցից մեկը գիտեք ինչպես է գրված։ 91 Սաղմոսը սիրում եք կարդալ։ Ես հավատում եմ, որ քրիստոնյաների մեծ մասը սիրում են 91 Սաղմոսը, ռուսայինում 90-րդ Սաղմոսը։ Եկեք 14-րդ խոսքը իրար հետ կարդանք։ Որովհետև ինձ է ցանկանում, դրա համար ես պիտի պրկեմ նրան ամրություն պիտի լինեմ, որովհետև նա իմ անունս ճանաչեց եւ այլն։ Իմ ամենասիրած հատվածներից մեկը Աստվածաշնչի։ Որովհետև ինձ է ցանկանում, դրա համար ես բոլոր բաները պիտի անեմ իր կյանքում։ Կա մի ցանկություն, որը քո մեջ իսկապես բորբոքված պիտի լինի։ Դու Աստծուն ցանկանում ես, կա այդ գիրքը քո մեջ դեպի Աստված, որ երբ որ դրա մասին ես մտածում, բորբոքվում է ներսդ ավելի, որ մտածում ես այս սրա համար ամեն ինչ կզոհաբերեմ։ Մարդիկ գիտեք, որ հարստության համար ինչքան բան են զոհաբերում, իրենց մարմնական կրքերը, հաճույքները լրացնելու համար ինչքան բան են զոհաբերում, պատրաստ են հազար մարդ խաբելու, սպանելու, ամեն ինչ անելու միայն իրենց հարստությունն ու կրքերը բավարարված լինեն։ Աստծո նկատմամբ, եթե դու ունենաս այս գիրքը, ինչ կանես։ Ասում որովհետև ինձ է ցանկանում։ Աստծո համար կարծում եմ ամենակարևոր բանը սա է, որ նայում եմ երկնքից մարդկանց սրտերին, իրեն ցանկացող սիրտ է փնտրում մարդկանց մեջ։ Աստված այնքան շատ է տեսնում սրտեր, որոնք ձգտում են դեպի հարստություն, որոնք ձգտում են դեպի իրենց կրքերը, իրենց ցանկությունները այս աշխարհում լրացնելու, բայց այնքան քիչ է տեսնում սրտեր, որոնք գիրք ունեն Աստծուն փնտրելու Աստծո նկատմամբ։ Ինքը ասում է, որովհետև ինձ է ցանկանում այս բաները պիտի իրականացնեմ իր կյանքում։ Եթե կարդաք ամբողջ 91 Սաղմոսը կտեսնեք ինչքան խոստումներով լցված գիրքը, բայց միայն սա, որովհետև ինձ է ցանկանում, դրա համար ես պիտի փրկեմ նրան ամրություն պիտի լինեմ, որովհետև նա իմ անունս ճանաչեց եւ այլն։ Բոլորը չեմ կարդալու։ Այսինքն կարծես թե առանցքային, այս ամբողջ Սաղմոսի մեջ առանցքային խոսք լինի, որովհետև ինձ է ցանկանում։ Աստծուն ցանկանալու քո ձգտումը երևա նրանից, որ դու ժամանակ առ ժամանակ կկանգնես Աստծո առաջ, կասես քեզ եմ ուզում։ Գիտեք, մանավանդ այն ժամանակ, երբ որ շատ խառնաշփոթ կլինի քո կյանքում, ինձ կնայես կասես այնքան շատ են գործերս, որ մեկը անեմ, որը թողնեմ։ Այդ ժամանակ բոլորը դիր մի կողմ կանգնիր, ասա քեզ եմ ուզում։ Հետո կտեսնես, թե ինչպես քո գործերը կդասավորվեն։ Ամեն բանից առավել կյանքում դիր սա, որ Տեր Աստված քեզ եմ ուզում։ Եթե քեզ կանչեն խնջույքի, դրանից առաջ կանգնի ասա մեկը քեզ եմ ուզում։ Եթե գիտես համով բաներ ես ուտելու, եթե գիտես միտեղ փող են տալու, միտեղ չգիտեմ ինչ ալնելու, կանգնի ամեն բանից առավել ասա Տեր քեզ եմ ուզում։ Ու հետո գնա այդ քո գործերն անելու։ Ասա Տեր քեզ եմ ուզում ամեն բանից առավել։ Ու եթե պետք կլինի դրա համար հարստություն զոհաբերել, կրքեր զոհաբերել, ամեն ինչ արժի զոհաբերել, հանուն դրա, որ ասես քեզ եմ ուզում։ Կա քո մեջ այս գիրքը դեպի Աստված այս ձգտումը։ Կա իսկապես դու լրացնում ես, տեսնում ես, եթե չկա տես դրա կողքին ինչեր կան, գուցե պետք է մոլախոտերը հեռացնել, որ սա առաջանա ուժեղանա։ Գուցե հարաբերությունդ մինչև հիմա Աստծո հետ այնպեսին չի եղել, որ իսկապես ձգտում լինի մշտական։ Անկախ նրանից, թե դու որտեղ ես գտնվում, փողոցում, տրանսպորտում, մեկի տանը, ամեն բանից առավել քո սրտում հնչի Տեր քեզ եմ ուզում։
ու սրա հետևանքով կլինի Աստված կնայի երկնքից քո սրտին, ասի որովհետև ինձ ես ցանկանում այս բաները քո կյանքում կիրականացնեմ։ Ես կփրկեմ ինչի որ քեզ մենակ դժոխքից կփրկի։ Մենք կյանքում այնպիսի դեպքերի մեջ ենք լինում, որ փրկության շատ կարիքներ ունենք։ Մեկ էլ միտեղ որտեղ դժվարություն կլինի քո կյանքում, այդտեղից էլ կփրկի, ամեն տեղից իր անունը փրկիչ է, գիտեք։ Հալելույա, թող իր անունը փառավորվի։ Ես սա եմ շատ սիրում, որ իսկապես մարդու մեջ լինի կիրք, որ կանգնի ասի Տեր քեզ եմ ուզում, Աստված էլ նայի ասի, որովհետև ինձ ես ուզում, դրա համար այս բաները կանեմ քո կյանքում։ Հալելույա։ Սա ամենաշատը արտահայտվում է աղոթքի մեջ, ու ինչպիսի հարաբերություն ունես Աստծո հետ։ Եթե ունես, ավելի ուժեղացրու, ու թույլ չտաս, որ փշերը աճեն ու խեղդեն։ Եթե չունես, մի հատ մտածիր կողքին ինչ փշեր կան, այս աշխարհի զբաղմունքները, հարստության խաբեությունը, թե ուրիշ բաների ցանկություններ, որոնք կարող են խեղդել այսպիսի կիրքը։ Կան սխալ գրքեր, սխալ կրակներ մարդկանց սրտում, սխալ ծառավներ, որոնք պետք է ուղղակի ոչնչացնել։ Բայց կա ճիշտ ծառավ, ճիշտ կիրք, որը պետք է ուժեղացնել, այնց սա է դա։ Աստված հավանում է դրան։ Մի ուրիշ բանից, որ կերևա քո ճիշտ կիրքը Աստծո նկատմամբ, դա գրում է Պետրոս առաքյալը։ Իր առաջին նամակի առաջի գլխի վերջից պիտի կարդան 24-րդ խոսքից մինչև երկրորդ գլխի երկրորդ խոսքը։ Գիտեք չէ՞ որ այս գլուխների բաժանումը սիմվոլիկ է, միտքը չի կտրվում իրականում։ Առաքյալները չեն գրել գլուխներով, իրենք ուղղակի գրել են, հետո մարդիկ ավելացրել են հեշտ լինելու համար։ Ես կարդում 24-րդ խոսքից սկսված, որովհետև ամեն մարմին խոտի պես է, եւ մարդու բոլոր փառավորությունը խոտի ծաղկի պես։ Խոտը չորանում է ու նրա ծաղիկը թափթփում, բայց Տիրոջ խոսքը հավիտյան մնում է։ Այսինքն այն խոսքը, որ ավետարանով ձեզ քարոզվեց։ Ասում է, որ մարդու փառավորությունը, մարդու պատիվը, այս կյանքում իր ապրածը, ասում է նման է մի ծաղիկի, որը մի օր էլ կչորանա ու կոչնչանա։ Իսկապես այդպես է մեր կյանքը, այդպես չի։ Ու շարունակության մեջ ասում է, բայց Տիրոջ խոսքը հավիտյան մնում է, այսինքն այն խոսքը, որ ավետարանով ձեզ քարոզվեց։ Տեսեք շատ հետաքրքիր շարունակությունը, մի կողմ գցելով ամեն չարություն, ամեն խաբեություն ու կեղծավորություն, նախանձ ու չարախոսություն, նորածին մանուկների պես բանական ու անխարդախ կաթին փափագեցեք, որպեսզի նրանով մեծանաք մինչև փրկություն։ Պատվերը սա է, մի կողմ դիր ամեն նախանձ, չարություն, ուրիշ տեսակ ցանկություններ ու նորածին մանուկների պես անխարդախ կաթին փափագեցեք, բանական ու անխարդախ, բանական, այսինքն գիտակցության հետ կապված, մտքի հետ կապված, ու անխարդախ, որը խախտված չի, դա Աստվածաշնչյան խոսքն է։ Կաթին փափագեցեք, այս փափագել բառն է շատ կարևոր։ Արդյոք քո մեջ կա փափագ դեպի Աստծո խոսքը։ Ինչպես ես վերաբերվում դրան։ Մի բան ասեմ, փորձիր գտնել, տեսնես քո կյանքում եղել է թե չէ։ Երբևէ սիրահարված եղել ես։ Եղել է, որ դու փողոցում քայլում ես, մարդիկ խոսում են։ Մեկ էլ քեզ թվում է քո սիրածի անունը տվեցին, ու շարունակում ես դարձնում տեսնում ես չէ։ Նայում ես, ասում ես, վայ ոնց որ ինքն էր, նայում ես, ասում ես չէ։ Սխալվեցի։ Ու սենց ինչքան է լինում քո կյանքում։ Լինում է, որ դու փողոցում քայլես, քեզ թվա Աստծո մասին են խոսում։ Քեզ թվա Հիսուս անունն են տալիս։ Քեզ թվա Աստծուն են, ինչ որ մի բան Աստվածաշնչից են խոսում։ Քայլում ես, մեկ էլ քեզ թվում է եկեղեցի բառը ասեցին, շրջում ես բոլորովին ուրիշ բան են խոսում։ Քայլում ես, մեկ էլ քեզ թվում է Հիսուս անունը տվեցին, մեկ էլ տեսնում ես չէ։ Իսկ դու լցված ես դրանով։ Կարծես թե դրա կիրքը կա, դրա ցանկությունը։ Երբ որ քո ձեռքն ես վերցնում Աստվածաշունչը, ինչ ապրումներ ես ունենում։ Ուղղակի ասում ես դե լավ, մի քիչ ժամանակ պիտի տամ այս գիրքը կարդալուն։ Եթե այսպես երկար ժամանակ ճիշտ չի, ինչ որ մի ժամանակ կարա այդպես լինի, բայց եթե երկար է այդպես դա ճիշտ չի։ Խոսքին նկատմամբ պետքա փափագ լինի, ծառավ լինի։ Տեսել եք նորածին երեխան ոնց է ձգտում կաթին։ Որ լացում, ղժում, չէ։ Ես փորձել եմ երեխաների հետ խաղեմ արել այդպես։ Մատս դնում եմ թշին ինքը շուտ է գալիս, հասկանում եմ կարծես թե իրեն ուտելու բան են տալիս։ Հետո միս թշին եմ դնում, միս կողմը շրջվում։ Փափագ ունի, կարծես թե բերանը ծառավ է, ուզում է ուտել անպայման։ Քո հոգու բերանը այդպես ծառավ է։ Դու Աստվածաշնչին այդպես վերաբերվում ես, որ ամեն կողմի ականջդ ուղղես, ասես որտեղ Աստծո խոսքը է, ես ուզում եմ լսել։ Որտեղ Աստծո խոսքը է, ես ուզում եմ կարդալ։ Երբ որ վերցնում ես ուղղակի գիրքը, որ ձանձրանալով հեսա պիտի բացեմ էլի քունս տանի, այսպես ես վերցնում Աստվածաշունչը, ես նույնիսկ լսել եմ ասում են քունը չի տանում, վերցրու Աստվածաշունչ կարդա կքնես։ Սա քնաբերի համար չի, սա քնելու համար չի սիրելիներ։ Սա Աստծո խոսք է, որը գրված է հավիտյան կմնա։ Քո սիրտդ, քո սիրած անձնավորությունն է խոսելու, նրա խոսքերը գրվել են այստեղ։ Սիրտդ փափագ ունի դեպի խոսքը։ Եթե չի աղոթի դրա համար, խնդրի դրա համար, ասա Տեր, ծառավ դիր իմ մեջ խոսքի նկատմամբ։ Ուզում եմ ունենամ այդ ծառավը։ Հալելույա Հիսուսին։
Գիտեք, որ մեր մեջ կարող են ցանկություններ առաջանալ։ Ես ուզում եմ մի այդպիսի ցանկության մասին կարդալ ձեզ։ Դա գրված է Հովհաննես ավետարանում։ Տեսեք, որ դեպքում են ճիշտ ցանկությունները առաջանում։ Հովհաննես ավետարան 15-րդ գլխի 7-րդ խոսքը։ Հիսուսը խոսում է իր աշակերտների հետ, սա վերջին գիշերն էր, վերջին դասերը, կարծես վերջին պատվերները, վերջին ուսուցումներ տալիս Հիսուսը իր աշակերտներին։ Ասում է, եթե դուք իմ մեջ մնաք, ու իմ խոսքերը ձեր մեջ մնան, ինչ որ ցանկանաք, պիտի խնդրեք ու պիտի լինի ձեզ։ Շատ քրիստոնյաներ բողոքում են նրանից, որ իրենք շատ բաներ խնդրում են Աստծուց ու չեն ստանում։ Ես բանաձև եմ ասում, Հիսուսի բերանից դուրս եկած խոսքերն են սրանք։ Ասում է, եթե դուք իմ մեջ մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ ցանկանաք, Աստվածաշնչում շատ դժվար է գտնել այդպիսի արտահայտություն, որ ինչ որ ցանկանաք խնդրեք կստանաք։ Այդպիսի բան գոյություն չունի։ Կգտնեք տեղեր, որտեղ գրված կլինի, որ ինչ որ Աստծո կամքի անմատ խնդրեք կստանաք, կարդացել եք։ Ինչ որ ճիշտ շարժարիթով խնդրեք Հակոբոսնագրում կստանաք, ինչ որ հավատքով խնդրեք կստանաք, բազմաթիվ այսպիսի խոսքեր, բայց ինչ որ ցանկանաք, այսպիսի արտահայտություն ես ուրիշ տեղ չեմ հանդիպել։ Տեսեք, բայց ինչից հետո է ասում ինչ որ ցանկանաք, ասում է եթե դուք իմ մեջ մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ ցանկանաք։ Այսինքն դուք իմ մեջ մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ, սխալ ցանկություն չի կարող լինի ձեր մեջ։ Ճիշտ ցանկություն կլինի ձեր մեջ, ճիշտ ձգտումներ կլինի։ Դրա համար ինչ որ խնդրեք կստանաք, այդ ճիշտ ձգտումների ճանապարհին ինչ որ խնդրեք կստանաք, իր անունը փառավորվի։ Այս վերջին ուսուցումը թող լինի իսկապես քո համար էլ վերջինը։ Որոշում կայացրու սրանից հետո մնալ Հիսուսի մեջ, Հիսուսի խոսքերն էլ ամուր պահել քո մեջ, թույլ տալ, որ Հիսուսի խոսքից առաջացած կրքերը ու ցանկությունները լցվեն, գրավեն քեզ։ Այդ կրքերի առաջ բացառը սիրտդ ինչքան կարող ես։ Մարմնավոր ցանկացած բանի ցանկության ու կրքի առաջ փակիր քո սիրտը, փակիր քո միտքը, բայց Հիսուսի նկատմամբ, նրա խոսքերի նկատմամբ ավելի բացվիր։ Թող ինքը մնա քո մեջ, իր խոսքերն էլ քո մեջ։ Դու իր մեջ, իր խոսքերն էլ քո մեջ, որովհետև որտեղ կա Աստծո խոսքը, այնտեղ կա Աստծո ներկայությունը։ Եթե դու քաշում ես Աստծո խոսքերը քո սրտի մեջ, Աստծո ներկայությունն ես բերում քո մեջ։ Այդ դեպքում ինչ ցանկություն որ կառաջացնի Աստծո խոսքը քո մեջ, դրան համեմատ խնդրես անպայման կստանաս։ Տեր օրհնի քեզ։ Ինչ տեսար քո կյանքում, ինչը համապատասխանում էր այս պատվիրանին, ինչը չէր համապատասխանում։ Ես գիտեմ, որ մենք մարդ ենք, չի կարելի ասել, թե բոլորիս մոտ ամեն ինչ համապատասխանում է ու կատարյալ է, այդպես չի լինում։ Բոլորս էլ աճելու կարիք ունենք։ Ու ինչքան էլ որ երկրի վրա մարմնի մեջ աճենք, չեն կարող ասել արդեն տեղ ենք հասել։ Եթե Պողոս առաքյալն ինքն իր համար կարող էր ասել, որ ինքը տեղ չի հասել, այլ ետևից ընկածա որ բռնի, որքան առավել մենք, որ սովորում ենք իր հայտնություններից։ Ուրեմն մտածիր այսօր իսկապես անկեղծացիր Տիրոջ առջև։ Ինչ կա քո մեջ ավելորդ, որը այսօր պիտի արմատախիլ անես, որ հանկարծ չխանգարի ճիշտ սերմի աճելուն։ Եվ ինչ տեսար քո մեջ, որ իսկապես աճողը որոշում կայացրու, որ ավելի ջրես, ավելի ուժեղ ձևով աճի։ Հալելույա։ Քո խոստովանությունը բեր Տիրոջը, քո որոշումները բեր Տիրոջը։ Եկեք ոտքի կանգնենք։ Գիտեք, միայն հասկանալը շատ քիչ է։ Ինչքանով էլ որ հասկացաք խոսքը այս պատվիրանի էությունը, միայն հասկանալը քիչ է, որոշումն է կարևոր։ Ու այդ որոշումը ամուր պահել միշտ։ Ու Հիսուս այսօր ավելի շատ նայելու է ձեր սրտի որոշումներին։ Եթե սառն է ձեր սիրտը խոսքի ու իր նկատմամբ այդ սառնությանը, այդքան դրան չի նայելու, ավելի շատ նայելու է այսօրվա քո որոշմանը։ Եթե դու որոշես, որ ուժեղ ձգտում ես ունենալու դեպի Աստված, ինքը ընդունելու է այնպես, որպես թե դու արդեն ունես այդ որոշումը, որպես թե արդեն ունես այդ ձգտումը։ Պատկերացնում եք, եկեք աղոթենք իրար հետ։